Հարգելի ուսանողներ, ուրեմն մենք անցնում ենք մեր դասընթացի երկրորդ գլխի գծային հավասարումների համակարգին։ Ընդ որում ինչպես մենք պայմանավորվել էինք անցած գլխի ամենավերջում, այստեղից սկսած ամեն ինչ որ մենք անցնենք, ոչ թե առանձին իրական թվերի կամ ռացիոնալ կամ կոմպլեքս կամ մոդուլյար թվերի համար արվելու, այլ միանգամից абստրակտ դաշտի վրա է սահմանվելու, որը շուտով համոզվեք զգալիորեն թեթևացնելու է ձեր գործը շատ հետադարձ մոտեցում։ Ուրեմն սահմանում ենք հələ գծային հավասարումների համակարգը։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Վերցնենք x-ենք f դաշտ, կամայական դաշտ, տեսեք, դաշտից սկսվեց գործը։ Հետո x1, xn սիմվոլներով նշանակենք կամայական n էլեմենտներ, այնքան որ իրանք դաշտի տաշ չլինեն, կամայական սիմվոլներ։ Կարող են լինել x1, xn, xy,z լատիներեն տառերը, այբենգին հայերեն տառերը, ցանկացած սիմվոլներ, մենք դե դաշտից դուրս ինչ-որ կամայական օբյեկտներ վերցնենք։ Հետո գծային հավասարում անվանենք f դաշտի վրա, x1, xn փոփոխականներով, հետևյալ օբյեկտը, հետևյալ ֆորմալ արտահայտությունը։ Տեսեք, գրել եմ a1, x1, պլյուսի նշան, a2, x2, պլյուսի նշան եւ այլ, an, xn, հավասարման նշան b։ Որտեղ a1, an-ը ինչ որ կամայական տարրեր են f-ից, նրանք կոչվում են գործակիցներ, հավասարման գործակիցներ, b-ն կոչվում է հաստատուն, դե x1, xn-ը, ինչպես նոր ասեցինք, կոչվում են փոփոխականներ։ Ուշադրություն դարձրեք, սա այստեղ է գրված օբյեկտը։ Ինքը բոլորովին էլ այստեղ հանրահաշվական գործողություններ չի կատարվում։ Սա բոլորովին էլ գումարում չի, եւ այս արանքում բոլորովին էլ բազմապատկում չի կատարված։ Եթե անգամ f-ը ենթադրենք կլներ մեր իրական դաշտը, ամենապարզագույն դեպքից սկսենք, այստեղ չի գրած a1-ը բազմապատկած x1-ով, որովհետև a1-ը այո դաշտի տարր է, կարող եք նա ինչ-որ տվով բազմապատկել, բայց x1-ը հո սիմվոլ է, չէ՞։ Ինչ-որ պատահական սիմվոլ է, կարող է x1-ը լինի հայերեն այբ տառը, ասենք թե 7-ը այբով ոնց ենք բազմապատկում, ուշադիր եղեք, սա սիմվոլիկ գրություն է, այս կետիկը եւ պլյուսիկը եւ այս բոլորովին էլ հանրահաշվական համակարգի գործողություններ չեն, իսկ այս հավասարման նշանը սիմվոլը ոստեղ գրած է, ինքը բոլորովին էլ հավասարության հարաբերություն, այսինքն relation չի, սիմվոլիկ գրություն է։ Սա հասկացեք հաջորդականություն, sequence է գրած։ Կարող էինք գրեինք նաև սենց, հաջորդականությունները դուք դիսկրետից անցել եք, որ ոնց գրենք, սենց չէ, կլոր փակագիծ, a1, ստորակետ, x1, պլյուսի նշան, ստորակետ եւ այլ եւ այլ։ Այսինքն սիմվոլիկ գրություն։ Օրինակներ, այ հələ ինձ ասեք, այ սա իրական գծային հավասարում է, թե ոչ։ Այո։ Ահա, բայց ինչ գծային հավասարում, չէ՞ որ այստեղ կոսինուս կա, այստեղ լոգարիթմ կա։ Դրանք իրական թվեր են, չէ՞ վերջում տալու։ Այո, չեք շփոթվում արտաքին տեսքից, որովհետև այստեղ սա ուղղակի իր համար ինչ իրական թիվ է գրած, սա էլ էլի մեծ իրական թիվ է, այստեղ կարևորն է, որ տեսեք ֆորմատը պահպանված է։ Սա մեր մոտ x-ը, սա մեր մոտ y-ը, պայմանավորվել ենք, չէ՞ որ փոփոխականները կարող են ուրիշ տառերով էլ նշանակել։ Սա էլ թիվ է։
Նմանապես սա է գծային հավասարում, որովհետև մենք ստեղ կարող ենք պայմանավորենք, դե ոչ թե գրած է 2x3, դե համարենք, որ սա կարելի է այն կողմ անել, դարձնել -2x3, այսինքն sense մանր փոփոխություններ, մանր շտկումներ մեզ թույլ տալիս է։ Դե իսկ ինչ կասեք, ոնց որ թե սա շատ ավելի պարզ տեսք ունի, սա էլ է, չէ, գծային հավասարում կարծես թե XY պատեղ x-ը բան չի, f-ից չի, ոնց որ իրականից չի էլի։ Այո, դրանից բացի ստեղ տեսնում եք x քառակուսի կա։ Ֆորմատը մեր սահմանած ֆորմատը թույլ չէ տալիս ստեղ քառակուսի։ Այսինքն սա գծային հավասարում չի։ Սա էլ կոմպլեքս գծային հավասարում է։ Ստեղ փոփոխականներն են x-ը, y-ը, z-ը, t-ն։ Ուշադրություն դարձնում եք, որ այս 5i-z-ը մի քիչ շփոթեցնող արտահայտություն է գրված, բայց իրականում 5-ին դա այսքան է գործակիցն է, կոմպլեքս, այս z-ն է փոփոխականն է։ Ահա, ստեղ էլ տեսեք մոդուլյար հավասարում է գրած, բայց եթե այս երկուսը ես դարձնեի 12, ինքը այլևս չէր լինի գծային հավասարում z7-ի վրա, որտեղ z7-ում 12 թիվ չկա։ Հիմա հաջորդ ֆորմալ սահմանում է x1 շտրիխ, x2 շտրիխ, xn շտրիխ վեկտորը, տեսեք սա կոչեցի վեկտոր, fn տարածությունից, դա մի հատ պաուզա տան, այս fn-ը, եթե f-ը դաշտ էր, fn-ը ինչ է, լրիվ նոր անհասկանալի բան է, թե դուք ծանոթ եք սրան, մենք անցած դաշտի, մենք անցած լեկցիային անցանք, չէ, f-ը վերցված է դաշտ, fn-ը նրա էնյակների տարածություն է։ Այսինքն սա x1, x2, xn շտրիխներով ոչ թե ֆորմալ արտահայտությունը, ինչպես են վերևի բաները, եւ այս x1 շտրիխ, x2 շտրիխ, xn շտրիխը դա փոփոխականները չեն, դա պարզապես սրանք տարրեր են դաշտից, իսկ սա էլ իր համար ինչ որ մի հատ սիրուն sense վեկտորա մեր դաշտից վերցրած։ Այս վեկտորը կոչվում է լուծում այն վերևի գծային հավասարման համար, եթե այս հավասարությունը տեղի ունի։ Այս ինչ հավասարություն է։ Վերցրած այնտեղ ամեն մի x-ի սիմվոլը փոխարինված է x-ի շտրիխ տարրով դաշտից, հետո ինչ է, այս սրան արդեն իսկապես գործողություններ են կատարված է, սա էլ իսկապես հավասարություն է, սա հենց տոչնի իսկապես ստույգ հավասար է եղել b-ին։ Եթե այս ամեն ինչը կատարվում է, ուրեմն այսա կոչվում է լուծում այդ դաշտի համար։ Բայց մենք անցածը խի սահմանեցինք էլի իմաստավորները, սիմվոլների սահմանումը։ Ասեմ սիմվոլիկ սիմվոլներ։ Բա այդ դեպքում ինչ է գծային հավասարումը։ Հա, դրա գրեիք, չէ, ասենք թե դաշտը, ենթադրենք դաշտը, գիտեք ինչն է, n z2x i էկզոտիկ դաշտ սահմանեցինք, չէ մենք հանրաշվական համակարգերում դաշտերի պետության մեջ, սա է, այս դաշտի վրա հավասարումը ինչ է, ինչ որ ձևով պիտի գրվի, չէ, ես չեմ կարող ասել, վերցնում ենք մի հատ այս դաշտից մի հատ, չգիտեմ, a' եւ x փոփոխականը, ասում եմ ax, մի հատ էլ b, ax գումարած b հավասարում եմ։ Այս ինչ գործողություն արած ես արանքում, այս ինչ պլյուս է, x փոփոխականը ոնց են բազմապատկել ես դաշտի տարով, ավելին, դպրոցում որ ձեզ ասել են վերցնենք, չգիտեմ, 2x գումարած 3y հավասար է 4 հավասարումը, այս x-ն էլ փոփոխական է, հələ մտածեք, այս ինչ է նշանակում 2x, երկուսը թիվը x-ը փոփոխական է,
երկուսը բացատակային փոփոխականով ու ինչ է ստացվել արդյունքում։ Չեն կարող չէ բան հասկանալ այստեղ։ Դրա համար այն ֆորմալ սահմանումը վերևը գրվեց, որպեսզի ոնց որ ասած մեր թիկունքը ապահով լինի, հավասարումը գրում ենք որպես հաջորդականություն, որպես sequence, իսկ m փաստը, որ վեկտորը դրա լուծում է, դա այս հավասարությունն է։ Օրինակ, եթե ես վերցնեմ այս հավասարումը, տեսեք այսա։ Սրա համար 1,0,1 վեկտորը լուծում է, թե լուծում չէ։ Տեսեք, նայում ենք։ 3 անգամ 1 + 4 անգամ 0 + 2 անգամ 1, իսկապես հավասար է 5։ Ուրեմն սա սրա լուծում է։ Եղավ։ Նմանապես այդտեղ ուրիշ օրինակներ կարելի է բերել, նայեք, այդտեղ կոմպլեքսի վրա իր լուծումները կան, այդտեղ ուրա մոդուլերի վրա իր լուծումները կան եւ այլ եւ այլ։ Ուշադրություն նայում եք, դարձնում եք ես նրբությանը։ Եթե մենք մոդուլյար դաշտի վրա վերջավոր տարածության մեջ ենք այսա։ Այդտեղ, եթե մեր հավասարումը ահա այսա է, տեսեք, գրած այդտեղ։ Եթե նայում ենք սա լուծումա թե չէ, ապա այս 4-3-1-ը տեղադրում ենք ոչ միայն տեղադրենք փոփոխականների փոխարեն, այլև տեսնում եք, որ այս գործողությունները մենք պետք է անենք ոնց, այս գործողությունները արվում են, բազմապատկումները եւ գումարումները արվում են մոդուլով 7 մոդուլով, որտեղ դաշտը 7-ն է, տարբերություն կա։ Եվ մինչև առաջ գնալը մի բաներ ուզեմ հիշեցնեմ, շեշտեմ։ Երբեմն մի քիչ ուսանողները մի քիչ շեխ այսպես մոտեցում են, ասում են, այ այս գծային հավասարում եթե տրված է այսա, ասում են դե ուրեմն 1,0,1-ը 1,0,1-ը այս հավասարման լուծումներն են, ունի 3 հատ լուծում, որն է 1-ը ստորակետ 0-ն, ստորակետ 1-ը։ Այդպես չի։ Դրանք առանձին լուծումներ չեն։ Դրանք մի հատիկ լուծում են կազմում եւ իրանք դրանք վեկտորի վեկտորական լուծման կոորդինատներ են։ Հաջորդը սահմանենք գծային հավասարումների համակարգ, այսպես կրկին ֆիքսված է f դաշտը, բայց այս անգամ m հատ գծային հավասարումներ են սահմանված, որոնք գրած են այսպես տակ-տակ, սիրունության համար տակ-տակ, կարելի կողք-կողքել գրեին։ Եղավ, նրանք բոլորը հենված են նույն x1, xn, սահմանվում է նույն x1, xn փոփոխականներով եւ միակ հետաքրքրությունն է, որ նայեք նրբություն է, որ տեսեք ոնց է մեր գործակիցները սահմանված։ A1, 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 սրանք տեսեք, այս երկու ամեն մեկը կրկնակի ինդեքսացիա ունի եւ այս բոլոր ինդեքսները 1-ով են սկսում, առաջին ինդեքսները 1 են։ Երկրորդ տողում A2, 1, A2, 2, A2 են եւ այլ եւ այլ։ Եղավ, եւ կրկին մենք կասենք, որ այս վեկտորը f-ից լուծում է հանդիսանում մեր գծային հավասարումների համակարգի համար, եթե նա լուծում է յուրաքանչյուր առանձին ինդիվիդուալ հավասարման համար։ Համակարգը կոչվում է համատեղելի, տեսեք, consistent system, հայերեն համատեղելի համակարգ։ Եթե նա ունի լուծում եւ կոչվում է անհամատեղելի, inconsistent, եթե նա չունի լուծում, համատեղելի, անհամատեղելի, համատեղելի նշանակում է իրանք համատեղ ոնց որ կարող են իրար հետ յոլա գնալ այդ հավասարումները, որովհետեւ նրանք ընդհանուր ինչ որ լուծում ունեն այս սրանք։ Անհամատեղելի, եթե նրանք անհամատեղելի են, այսինքն չկա նենց փոփոխականի արժեքներ, չկա նենցի վեկտոր, որ եթե տեղադրենք մեջը, լիք բոլորը միասին ճիշտ լինեն։ Ահա, այսքանից խնդրեմ հարցեր ունեք, թե ոչ։ Հա, մի հատ հարց կա։ Մենք համակարգը, որ ստացանք, այդ համակարգը բարձրանանք։ Այստեղ եթե m-ը փոքր լինի n-ից, լուծում չկա, չէ՞։ Չէ, լավ է, կարող է լինել։
Այսինքն կարող է լինել n հատ փոփոխական ու m հատ հավասարում, Հա, էսա մի քիչ հետո օրինակներ գալու են։ Նույնիսկ կարող է դեպքում անվերջ քան, կարող է լուծում չլինի էլ, կարող է դեպքում անվերջ քանակությամբ լուծումներ լինեն, կարող է վերջավոր քանակությամբ լուծումներ լինեն, կախված դաշտից։ Էսա հենց դա օրինակներով բացատրվելու է։ Հիմա եկեք մի հատ հիշում եք, մենք երբ որ գծային հանրահաշիվը նոր սկսեցինք, ես ասացի, որ այս գծային հանրահաշիվը մի քիչ նման է իր կառուցվածքը, բրգաձև է ստրուկտուրը, առաջի աստիճանի թեմաները անցնում ենք, հետո դրա հիման վրա անցնում ենք երկրորդ փուլի թեմաները, որոնք բոլորը հենվում են դրա վրա, հետո երրորդ փուլին այդպես եւ մասնավորապես բարձր փուլի թեմաները բոլորը նախորդների վրա հենվում են եւ ինչ սա պատճառներից մեկն է այն է, որ գծային հանրահաշիվ սովորելուց պետք է հենց ամենասկզբից վերցնել ու սիստեմատիկ ամեն ինչը լավ տիրապետել, որտեղ այլապես եթե մի 2-3 թեմա բաց թողնեք, վերջի թեմաները դժվար կլինեն հասկանալ։ Հիմա եկեք անդրադարձ տարեք մեր առաջի շաբաթվա նյութին, թե ինչից սկսեցինք ուղիղ տարածության մեջ, չգիտեմ, հաստություն տարածության մեջ եւ այլ։ Ահա։ Տեսեք, հիմա վերցնենք այս գծային հավասարումների համակարգը։ Տեսեք, դե հասկանում եք, չէ՞ որ եթե այս 5-ը n-կոմ տանեինք, ստալներ x գումարած y մինուս 5 հավասար է 0, սա ինչի է նման, ստեղ էլ այս մինուս 1 հավասար է 0, հələ անցած շաբաթվա նյութը հիշելով, այս յուրաքանչյուր տողը նման է ինչի։ Ուղի հավասարմանը։ Ընդ որում հələ տեսնեմ հիշում եք, թե չէ, օրինակ այս առաջի ուղիղը որ կա, իր համար որպես նորմալ ինչը կարելի է վերցնել։ 1-1-ը։ Ապրել։ Հələ այս նկարին գանք, տեսնում եք, որ այդ սրանք հավասարումներն են, այս L1 եւ L2 ուղիղների։ Եվ ինչ որ x', y' կետը, ասենք սենց։ x', y' կետը լուծում է հանդիսանում, ասենք թե ահա այս առաջի հավասարման համար, երբ ինչ, երկրաչափորեն ինչ է կատարում, այս կետը ինչ կապ ունի L1-ի հետ։ Գտնվում է այդ ուղի վրա։ Լավ, իսկ ինչ է կարծում, այստեղ էսի նկարած կարմիր x', y'-ը, այս հավասարման համակարգի լուծումն է, թե ոչ։ Չէ, լուծում չի, որովհետև այլ երկու ուղի վրա չի գտնվում։ Այո, ստացանք, որ տեսեք ինչ հետաքրքիր գեղեցիկ փաստ է ստացվում, որ համակարգի այս կոնկրետ այս դեպքում համակարգի լուծումը լինելը նշանակում է պատկանել երկու ուղիղների հատման կետին։ Այսինքն անգամ առանց այս համակարգը լուծելու, այս ներքևի, մենք ստես միանգամից տեսնում ենք, որ շնորհիվ են բանին, որ տեսեք, այս երկու ուղիղների նորմալները ինչ են, նորմալները իրար կոլինիար չեն, սրա մեկի նորմալը տեսեք սա է, այս մյուսի նորմալն էլ նա է, հաստատ իրար զուգահեռ չեն, ուրեմն ոչ զուգահեռ ուղիղները հաստատ հատվում են ընդ որում միակ կետով, նշանակում է զուտ երկրաչափորեն մենք ստեղից այս նկարից եզրակացնում ենք, որ այս համակարգը հաստատ ունի լուծում, այն էլ քանի հատ։ Մի հատ։ Անպայման մի հատ, ապրել։ Իդեպ նույն մտքին կարող ենք մենք անալիտիկորեն գալ, ասեինք, տեսեք ինչ ենք անում, վերցնենք երկրորդ տողից հանենք, երկրորդ տողին գումարենք առաջի տողը, ահա, այդ կստացվի այս, տեսեք, ստեղ կստացվի y plus y 2y, x-երը իրար ոչնչացնում են, ստացվեց 2y-ը հավասար է 6, այսինքն պարտավոր է y-ի արժեքը լինել 3, եթե y-ի արժեքը 3 է, այդ մյուս տողից է ստանում ենք, որ x-ի արժեքն է 2-ը, միակ լուծում ունի, այն էլ 2-3-ն է, տեսեք, տարբեր ձևերով, նույն միտքը երկու ձևով ստացանք։ Հիմա այս հավասարումը նայենք։ Այս հավասարումը հələ տեսնենք ես ինչ է։ Հիմի անախանալիտիկ մտածենք, հետո երկրաչափորեն։ Ինչ որ այս տողերի միջև կապ տեսնում եք։ Կոլինիարը։
միտո կոլինարը դա երկրաչափական հատկություն է։ Հələ անալիտիկ զուտ նայենք, չի երևում, որ երկրորդ տողը դա առաջի տողն է բազմապատկած երկու տող։ Այսինքն, եթե մի հատ XY զույգ լուծում է առաջի տողի համար, նա անպայման երկրորդի համար է լուծ ճիշտ եւ հակառակը։ Այսինքն, այս երկրորդ տողը կարող ենք մենք լրիվ իգնոր անենք։ Ստանայինք նույնը չի, որ երկու փոխականներից մեկ հավասարումների համակարգ մի հատիկ հավասարումով որը որ մի քիչ առաջ տված հարցին էլ նաև պատասխանում է։ Հիմա այս x ստացած x-y-ը հավասար է 3։ Դա ինչ է, լուծում ունի արդյոք։ Իհարկե ունի։ 10 - 7-ը հավասար է 3։ 4 - 1-ը հավասար է 3։ Ինքը սենց անվերջ քանակությամբ լուծումներ ունի եւ ավելին a+3 ստորակետ a այս տեսքի ցանկացած վեկտոր R2-ից իրանից ներկայացնում է լուծում, անվերջ քանակությամբ լուծումներ ունի։ Հիմա վերադառնանք այդ նույն մտքին գանք երկրաչափորեն։ Տեսեք, եթե ես ձեզ խնդրեի կառուցեի հավասարումները, տեսեք այդ նույն հավասարումները, երկու հավասարումները որոշում են L1-ը եւ L2 ուղիղները, որոնք իրականում նույն ուղիղն են։ Միևնույն L ուղիղն են իրանք որոշում։ Դե նշանակում է սրա վրա գտնվող ցանկացած կետ, օրինակ 4-1-ը կամ 17-ը հանդիսանում է լուծում։ Կարող է ունենալ անվերջ քանակությամբ լուծումներ։ Հիմա նաև մյուս դեպքը, էլի նախ անալիտիկ մտածենք, հետո երկրաչափորեն։ Հələ ինչ եք կարծում, առանց երկրաչափության դիմելու այս համակարգը լուծում ունի, թե ոչ։ Չէ։ Բա ինչի։ Որտեղ x-y-ը նույն բանը համ 2 համ -3 չի կարող լինել։ Ահա, շատ լավ։ Հիմա իսկ երկրաչափորեն հիմա մտածենք։ Եթե այստեղ S-2S կոմ բերենք, ահա, S-ը էլ S կոմ բերենք, S-ը կդառնա այդ կոմ բերելուց հետո սա բնականաբար կդառնա սա կդառնա պլյուս, այսա, այս ինչ հավասարումներ են ուղիղների։ Երկուսի համար էլ 1 - 1 վեկտորը նորմալ է, այսինքն եթե իրանք ունեն նույն նորմալը, նշանակում է իրանք զուգահեռ են, բայց քանի որ սա տարբեր է, նշանակում է իրանք դիրքային վեկտորը տարբեր է եղել, որ NP արտադրյալները, սկալերները տարբեր են, չէ՞ ստացվել։ Ստացվում է, որ այս դեպքում էլ մենք երկու ուղիղներ ունենք, որոնք զուգահեռ են, բայց հաստատ չեն համընկնում։ Ուրեմն, եթե զուգահեռ ուղիղներ, որոնք չեն համընկնում, նրանց հատման կետերի բազմությունը ինչ է։ Դատարկ լուծում չունի։ Տեսնեք, ինչ գեղեցիկ կապակցություն ստացվեց մեր այս բուրգի, պիրամիդի առաջի հարգի եւ երկրորդ հարգի միջև։ Մենք տեսնում ենք, որ sense երկուսը երկուսի վրա համակարգ դնում ենք, ինքը կամ կարող է լուծում ունենալ, կամ կարող է լուծում չունենալ, կամ անվերջ քանակությամբ լուծումներ ունենալ եւ այլն։ Հիմա նայեք, 3-ը 3-ի վրա համակարգերը էլ ավելի խրթին են, որովհետև տեսեք, ուրա այս մեր մեծ նկատ պետք է։ Ահա, տեսեք, մենք ունենք 3 հավասարումներից բաղկացած 3 յուրաքանչյուրը 3 փոփոխականից համակարգ։ Ամեն մեկը ասենք ինչ տեսք ուներ, չգիտեմ, 2x գումարած 3y գումարած ասենք 5z հավասար է ենթադրենք 1-ի, այդ մեկն էլ էս կողմ որ բերենք սենց։ Սա իրանից ինչ է ներկայացնում։ Հարթության հավասարում։ Հարթության հավասարում, այո։ Եթե 3 հատ այս տեսակ հավասարում ունենք, կստացվի մենք 3 հատ հավասարումների ճակատագիրը ուսումնասիրենք մեր տարածության մեջ։ Եվ հիմա ես կոնկրետ ամեն մեկի համար օրինակ չեմ բերում, ինչպես նախորդ դեպքում էր, բայց տեսեք ինչ խրթին իրավիճակներ են։ Կարող է, չէ, ես 3 հավասարումները 3-ն էլ իրար զուգահեռ են։ Եթե այդպես է, մեր համակարգը լուծում կունենա։
Չի ունենա։ Չի ունենա եւ այն գեղեցիկ բառը օգտագործելով համատեղելի չի լինի։ Հիմա դուք ասեք, ուրեմն իսկ մնացած բոլոր դեպքերում, եթե այդ 3 հարթությունները զուգահեռ չեն միաժամանակ իրար, միշտ լուծում կա։ Չէ, էլի դեպքեր հնարավոր են, որ չլինի, օրինակ երկուսը հատվեն, բայց մի հարթությունը չհատվի դրանց հետ։ Տեսնում եք, չէ, հեսա։ Այս կանաչ եւ կապույտ հարթությունները հատվում են այս ու այս ուղով, հետո կանաչը դեղինի հետ էլ է հատվում, բայց արդեն այս ուրիշ ուղով է հատվում։ Եվ ընդեղ էլ դեղինն ու կապույտն են հատվում, մի հատ sense երրորդ ուղով։ Այսինքն, տեսեք ոնց է, այստեղ ոնց որ այս հարթությունները նկարում են այսպես մի հատ եռանկյուն, եւ այդ դեպքում ճիշտ է հատում կա, բայց երեքը միասին հատում չի, միայն երկու հատություններ իրար։ Հետո բայց կարող է նաև sense իրավիճակ լինել։ 3 հարթություններն են միասին համատեղ գալիս են, ահա այս մի հատիկ L ուղով անցնում են։ Այդ դեպքում Այդ հատման գիծը կլինի լուծումների բազմություն։ եւ լուծումների քանակությունը կլինի ինչքան։ Անվերջ։ Անվերջ քանակությամբ լուծումներ կունենա, այս այստեղ այս դրա վրա տեսեք ինչքան ասես լուծումներ կլինեն։ Եվ մի հատ էլ էկզոտիկ դեպքեր կա, այսպես խիստ սահմանափակումներով դեպքը, երբ որ միայն մի հատիկ լուծում կա։ Այդ երբ է, երբ որ երկու հարթությունները գալիս են sense մի ուղիղ L ուղով են հատվում, այս կապույտ եւ կանաչ հարթությունները։ Հետո վերջին երրորդ դեղին հատկությունը գալիս է ինչ որ եսին ինչ անկյան տակ այդ ուղիղը հատելով անցնում է, առանց այդ ուղին պարունակելու։ Այդ դեպքում միայն մի հատիկ լուծում է ստացվում։ Տեսեք, էլ ավելի շատ հետաքրքիր դեպքեր կարող են լինել։ Կարող էին նայեք ինչ լիներ։ Կարող է ենթադրենք կապույտն ու կանաչը ելնեին էլի sense ոնց որ այս նկարումը ուղով հատվեին։ Իսկ դեղինը այսպես անցներ ինչ որ մի անկյան տակ կանաչին, բայց զուգահեռներ կապույտին։ Տեսնում եք, sense բազմազան էկզոտիկ հետաքրքիր դեպքեր են ստացվում, որը ցույց է տալիս, որ եթե ուրեմն հարթության համար այդքան հարթության մեջ ուղիղների դասավորությունը ընդհանրապես 3 տիպի կարող է լինել, ապա տարածության մեջ 3 հարթությունների դասավորությունը էլ ավելի խառը կարող է լինել։ Ընդ որում ավելին ասեմ, բա եթե այստեղ այսքան խառնա, բա եթե լիներ չգիտեմ 50 փոփոխականից 60 հավասարում, բա դրա լուծումներ ինչ կլինեին։ Պարզը որ մենք պետք է վիզուալ կերպով այդ ամեն ինչը չէին կարող շատ դյուրին պատկերացնեին, այլ մեզ պետք են հատուկ մեթոդներ, հատուկ սիստեմ, որպեսզի հատուկ ալգորիթմներ այդ ամեն ինչը լուծելու համար։